Իսլամական պետություն խմբավորումը ստանձնել է Աֆղանստանում Իրաքի դեսպանության դեմ իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Արևմտյան գործակալությունների փոխանցմամբ ինքնասպան ահաբեկիչն այսօր առավոտյան պայթեցրել է դեսպանատան շենքի դարպասը, որից հետո մի խումբ զինյալներ փորձել են մուտք գործել դիվանագիտական ներկայացության տարածք։ Իրաքի արտաքին գործերի նախարարության տվյալներով Քաբուլում այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարին հաջողվել է ապաստանել հարևանությամբ գտնվող Եգիպտոսի դեսպանատանը։ Ահաբեկչական այս գործողությունը հաջորդեց Իրաքի կառավարական ուժերի կողմից իսլամական պետության դեմ իրականացված մի շարք հաջող գործողություններին, որոնց արդյունքում ազատագրվեց Մոսուլ քաղաքը։ Կիրակի օրը Վենեսուելայում կայացած Սահմանադրական ասամբլեայի ընտրություններն ուղեկցվում էին զանգվածային անկարգություններով, ոստիկանության հետ բախումներով և պայթյուններով։ Քվեարկությանը զուգահեռ ծավալված բախումների հետևանքով 7 մարդ է զոհվել, հաղորդում են տեղական աղբյուրները։ Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները կայացան նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ, սակայն Վենեսուելայի ընդդիմությունը և միջազգային հանրությունը չեն ճանաչում երկրի հիմնական օրենքի փոփոխության նպատակով իրականացված այս ընտրությունների արդյունքները։ Մենք չենք ճանաչում այս խարդախ գործընթացը։ Մեզ համար այս ընտրություններն ու դրանց արդյունքները գոյություն չունեն։ Մենք շարունակելու ենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել սահմանադրական կարգը, հայտարարում էր Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից Էնրիկե Կապրիլեսը։ Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան պատրաստ են համատեղ քայլերի դիմել Հյուսիսային Կորեայի ապակառուցողական գործողությունները սաստելու համար, այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։ Ես և նախագահ Թրամփը համաձայնեցինք, որ հարկավոր է շարունակական գործողություններ իրականացնել ընդդեմ Հյուսիսային Կորեայի։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիներին հյուսիսկորեական սպառնալիքներից, հայտարարում էր Ճապոնիայի վարչապետը։ Սինձո Աբեի այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Փենյանը սեփական արտադրության բալիստիկ հրթիռի հերթական հաջող փորձարկումն իրականացրեց։ Հեռահար այդ հրթիռն ի վիճակի է թիրախավորել ոչ միայն հարևան պետությունների, այլև Միացյալ Նահանգների տարածքը։ Այսօր Իսպանիայում մեկնարկել է Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանո Ռոնալդոյի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Իսպանական դատախազությունը պնդում է, որ Ռոնալդոյի կողմից թույլ տրված ֆինանսական չարաշահումների ընդհանուր ծավալը գերազանցել է 14 միլիոն եվրոն։ Իսպանացի քննիչների պնդմամբ աշխարհահռչակ ֆուտբոլիստը հարկերից խուսափել է օֆշորային ընկերություն ստեղծելու միջոցով։ Այսօր կայացած դռնփակ դատական նիստի ընթացքում Ռոնալդոն հանդես է եկել ցուցմունքներով, որից հետո դատարանի շենքը լքել է ետնամուտքից։